Լուսանոթին շարունակվում է եւ այսպես հունիսի 10-ից Աբովյան 12 դալան պատկերասրահում տեղի կունենա Կարեն Գրիգորյանի անհատական ցուցահանդեսի բացումը, որը կշարունակվի մինչեւ ամսի 20-ը, ինչի մասին կզրուցենք եւ ոչ միայն այս թեմաների շուրջ, իհարկե կզրուցենք մեր հյուրը, իսկ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, բեմանկարիչ եւ գեղանկարիչ Կարեն Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, բարի լույս։ Բարի ձեզ։ Շնորհակալ ենք ձեր ժամանակը մեզ հատկացնելու համար։ Գիտեք, իրականում ես կարծում եմ, որ բեմանկարիչը ստեղծում է ժամանակավոր աշխարհ, հա, ճակերտավոր, ասենց ասեմ, որը անհետանում է ներկայացման ավարտից հետո։ Եվ արդյոք ցավալի չէ դա, որ այն ահռելի աշխատանքը, որ դուք անում եք, կարելի ասել շատ կարճ կյանք է ունենում։ Դե դա միշտ չի այդպես, ներկայացումներ կան, որոնք որ երկար կյանք են ունենում, տարիներ շարունակ, ընդ որում հետաքրքիր է ինչու՞մն է, որ հաճախ լինում է, որ այդ պիեսը կամ այդ ներկայացումը դու այդքան չես հավանում, իսկ հանկարծակի երկար տարիների կյանք է ունենում եւ հանդիսատեսը գալիս է եւ հակառակը ասենք ինչ որ մի գործ ասենք դու սրտանց ես անում, շատ ես հավանում եւ բանի եւ չի ունենում այն կյանքը ինչ որ սպասվում է, այնպես որ դա բանի ինչպես կսացվի, դա բախտի գործոն է եւ այլն, պատահականությունների այդ շարքը շատ կարեւոր է այդտեղ, բայց ինչ վերաբերում է ցուցահանդեսին, այդտեղ ես ինքնուրույն նկարչական բանի մեջ եմ, էլի ես ասենք թատրոնի հետ, պիեսների բանի հետ այդքան առնչություն չունի։ Այս տարիների ձեր ստեղծագործությունները։ Հա, այն ինչ որ ես անում եմ թատրոնից դուրս։ Ճիշտ է, ասենք եւ ես եմ դա տեսնում, եւ հանդիսատեսն է դա տեսնում, եւ իմ ընկերներս, արվեստաբանները եւ այլն, որ այնուամենայնիվ թատրոն կա, որովհետեւ դա չի կարող չլինել, էլի։ Այսինքն դու ամբողջ քո կյանքը, ամբողջ օրը բանի մեջ ես թատրոնի մեջ, եւ դա չի կարող չանդրադառնալ քո գեղանկարչության եւ ստեղծագործության մեջ, էլի։ Դա շատ օրինաչափ process է։ Ինչ աշխատանքներ են կոնկրետ այդ անհատական ցուցահանդեսում, ձեր որ բաժինն է նրան ընկել։ Ցուցահանդեսը ունի խորագիր, կոչվում է քաղաքում։ Անկեղծ ասած ես հիմա որ մտածում եմ թե ինչու քաղաքում, որովհետև շատ գործեր կային, որոնք հավաքվել էին, եւ ես նույնիսկ միշտ չի որ ես նայում եմ թե ինչ կա, ինչ է հավաքվել, եւ նույնիսկ մոռանում եմ այդ աշխատանքների մասին, հետո երբ որ արդեն ցուցահանդեսին էի նախապատրաստում, իսա փոքր կամերային ցուցահանդեսը, ընդամենը 20 գործ, ինքը գողտրիկ բանա, պատկերասրահ, հա, սրահ չի, ես ինչ մարդիկ, հա, եւ տեսա որ քաղաքը դոմինանտ է այդ նկարների մեջ, ահա տեսնում ենք, հա, քաղաքը դոմինանտ է այդ բաների մեջ, աշխատանքների մեջ, եւ այդտեղից ծնվեց այդ խորագիրը, քաղաք Ում ընտրել եմ այն աշխատանքները, որոնք որ համապատասխանում են այդ թեմայով, իսկ ինձ համար քաղաքը շատ սիրելի թեմա է, ոչ միայն նրա համար, որ ես քաղաքում եմ, ես ապրում եմ այլն, բայց այդտեղ շատ հետաքրքիր բան կա, էլի, մարդը չնայած գտնվում է մարդաշատ տեղ քաղաքում, բայց միայնակությունը ավելի սուր է, էլի, իր մեջ զգացում, քան թե ուրիշ միջավայրում Դրա համար այդ քաղաքը իմ թեմաներից մեկն է, բնականաբար նաև սերը մարդն է առանցքում եւ էլի մենք հա մարդը որ դրված է այդ քաղաքային միջավայրի այդ բոլոր ելևէջների հորձանուտում, ասենք եւ տրագիկ եւ բոլոր դասավորումներով հա տենց հետո բացի դրանից ես դե իմ կյանքի ընթացքում էլի եմ ունեցել ցուցահանդես, բայց այս ցուցահանդեսը հետաքրքիր է ինչու է այս տարի, ես չէի որոշել որ այս տարի լինի։ Ես կապեցի դա իմ թորնիկների գալուն Ամերիկայից։ Նենց ստացվեց որ մենք էինք սովորաբար գնում, ես ու կինս Ամերիկա, այս անգամ իրանք եկան։ Եվ ես որոշեցի որ անպայման պետք է լինի ցուցահանդես։ Դե բնականաբար նրանք փուճուրիկ են եւ այս թեմաները իրանց շատ հասանելի չի դեռ, հա։ Հա, բայց ինձ պետք էր որպեսզի իրանք գան ցուցահանդեսին, ասենք տեսնեն, քայլեն, այդ ամեն ինչ միևնույն իրենց մեջ նստելու է։ Ֆիքսվի ու հետո դա կմնա իրանց համար հուշ, էլի։ Դրա համար շատ կարեւոր է ինձ համար հենց այս օրերին, որովհետեւ իրանք եկել են ու մի 20 օր կմնան, էլի Հայաստանում։
Ձեր գեղանկարչական կտավներում շատ է զգացվում սիմվոլիզմի, դրամատիզմի շունչը, այ հետաքրքիր արդյոք թատրոնը օրինակ չակերտավորում իհարկե ասում, թատրոնն օգնում է, թե երբեմն խանգարում է ձեզ մաքուր գեղանկարչության զբաղվելիս։ Թատրոնը օգնում է, թատրոնը չի կարող չօգնել, էլի, որովհետև թատրոնը դա մի հսկայական ներաշխարհ է եւ ասեցի ես, այսինքն դու դա չի արվում դիտմամբ, էլի հասկանում եք, ասենք նստես ու ասես հիմա ես անում եմ ինչ որ, հա, իդեպ ասած դուք տեսաք որ այնտեղ պերսոնաժները եւ ծաղարացումներ են եւ թատրոնից է եկել։ Եվ սյուժետային ինչ որ բաներ կան, էլի, դրամատուրգիայի հետ կապված ու դա բնական է։ Ու այն մարդիկ, որոնք որ գալիս են ու չգիտեն, որ ես ասենք հիմնականի մասնագիտության թատերական նկարիչ եմ, իրանք այդ թատրոնում տեսնում են եւ շատ հետաքրքիր բաներ են սկսում պատմել քո նկարների մասին։ Այդ ցուցահանդեսի հաճելի պահերից մեկը այն է, որ հենց օտար հանդիսատեսը գալիս ու շատ բաներ է բացահայտում քեզ համար, էլի, որը նույնիսկ դու այդքան նկատի չես ունես, էլի։ Եվ դա ճիշտ է։ Դա ավելորդ անգամ վկայում է նրա մասին, որ արվեստը ինքնուրույն կյանք ունի։ Եվ մասնավորապես նկարչությունը, այսինքն դու նկարեցիր, տվեցիր, ասենք, գնաց ու հետո մարդիկ դրա մեջ լիքը ուրիշ բաներ են տեսնում, որը դու չես պատկերացրել։ Հա, որը դու հենց կոնկրետ չես բան արել, էլի, բայց իրականում դա կա, էլի։ Դա ենթագիտակցությանը աշխարհից է գալիս։ Հայաստանից դուրս ինչպիսի ցուցադրություններով եք հանդես գալիս, լինում է հրավերներ։ Դե, հա, Հայաստանից դուրս, դե նախ սկսենք տնից, որ հիմնականում խմբակային ցուցահանդեսների ենք մասնակցել, ասենք հայ նկարիչների տարբեր ցուցահանդեսներ աշխարհի տարբեր մասերում ցուցահանդես ա եղել Բոստոնում, ցուցահանդեսներ են եղել Ռուսաստանում, Իտալիայում ենք մենք ցուցահանդես կազմակերպել 90-ական թվականներին կապված երկրաշարժի մեր այդ արհավիրքի իսկ վերջին ցուցահանդեսը դա Լոս Անջելեսում էր, այնտեղ Սարգիսը ծանոթացել էր մի գալերիստի հետ, որը տեսնելով իմ աշխատանքները ասաց, որ ինչու՞ չէ, արի ցուցահանդես անենք, ու այդ ցուցահանդեսը վերջինն էր, մինչև այս ցուցահանդեսը, եւ էլի լավ արձագանք ունեցավ։ Այդպես ցուցահանդեսները Սենց բան կա, էլի, ասենք, կյանքում դուք շատ լավ գիտեք, կյանքում միշտ չի որ, էլի, կազմակերպելը կամ բանանելը միշտ չի որ ստացվում է, կամ միշտ չի որ լավ է։ Լինում են սպոնտան եւ անսպասելի ինչ որ բաներ, որոնք ավելի, ինչպես ասեցի, ցուցահանդեսի գաղափարը այդպես, բայց շատ կարեւոր բաներ են ցուցահանդեսները, որովհետեւ արվեստագետը սկսում է տեսնել իր աշխատանքը արդեն մի քիչ ուրիշ միջավայրում, էլի։ Արձագանքները նաև կարևոր են։ Հա, արձագանքը չէ, կարևորը որ դու ես ուրիշ աշխով տեսնում քո աշխատանքները։ Պարոն Գրիգորյան, դուք արդեն երկար տարիներ դրամատիկական նկարիչն եք, այլ հետաքրքիր այսքան տարիների ընթացքում ինչպես է փոխվել դրամատիկականի հանդիսատեսի վիզուալ տեսողական նկարը, Դե մենք ես դեռևս 80-ական թվականներից թատրոնում եմ եւ Խանդիկյանը մեր գերեզմանական ղեկավարը ինքը շատ ուշադրություն է դարձրել եւ այդ ավանդույթը կար արդեն դրամատիկական թատրոնում այդ վիզուալ կողմը ներկայացումների ինչեւ իմ գալը այդտեղ աշխատում էր իմ ուսուցիչ Եվգենի Սաֆրոնովը օրինակ որը սովետական եւ եվրոպական մակարդակի շատ մեծ վարպետ էր սցենոգրաֆիայի բանում եւ այդ իմ բախտը բերեց որովհետեւ դուք շատ լավ գիտեք դուք եք թատրոնի մարդ որ պետքա դու գտնես քո ռեժիսորին դա միշտ չի որ լինում ասկի կարող ես երկար տարիներ այդ թվում դերասանի համար եւ մնացած բոլորի որոնք որ աշխատում են թատրոնում եթե կարող եք աշխատել դուք, բայց եթե դուք իրարեն աստիճան մոտիկ չեք, հա, այն աստիճան մոտ չեք ստեղծագործական մտքով եւ այլն, դա այն պտուղը չի տալիս։ Հիմա ներկապահից
Ինչ վերաբերում է հանդիսատեսին, կարծես թե հանդիսատեսը մեր են հիմնական բազան հանդիսատեսի երիտասարդությունը, որովհետև այդ թատրոնը Ղաֆլանյանն հենց կազմակերպեց ու բացեց այդ նկատառումով, քանի որ ուսանողական թաղամաս էր եւ այլն, եւ ի սկզբանե երիտասարդների համար է, եւ այսօր էլ ես տեսնում երիտասարդներին, որոնք գալիս են թատրոն, հետո դե թատրոնը, ասենք, երեկո անցկացնելու համար այդքան թանկ տեղ չի եւ երիտասարդները բարեբախտաբար նաեւ այդ պատճառով գալիս են թատրոն։ Հիմա սերնդափոխությունն է մեզ մոտ։ Մի 10 տարի առաջ այդ սերնդափոխությունը սկսեցին ավակ մեր վարպետները, հայթում պարոն Խանդիկյան, то есть բերեց թատրոնը իր աշակերտներին, ես բերեցի իմ աշակերտներին, բնական process է, դու պետք է կարողանաս կամաց նոր արյուն բերել թատրոն։ Հիմա այն ժամանակ, եթե այն ժամանակ երիտասարդները այսպես խստապահանջ եւ բարյացակամ հայացքի տակ են, հիմա իրենք արդեն լրիվ ազատ են, հիմա անում են իրենց Դա լավ է թե վատ։ Դա օրինաչափ է։ Դա ոչ մի տարբերակ չկա դրանից խուսափելու, ավելին ասի։ Ես շեշտեցի, չէ՞, որ մենք ցանկանում էինք, որ դա բնականon Լավ է, որ սվիններով չեն ավակ սերնդում դիմավորում այդ ամենը։ Հա, կարծես թե մեր մոտ այդ պահը չկա, տարաձայնություններ անշուշտ բնական է։ Ստեղծագործական process։ Բայց հիմա արդեն թատրոնը լիակատար երիտասարդների տնօրինության եւ ստեղծագործական այդ իրենց բաների փնտրտուքի մեջ է եւ այն ինչ որ ես տեսել եմ եւ մասնակցել եմ բնականաբար վերջին մի քանի ներկայացումների կարծես թե այդ բահը այդ մարկան դեռևս պահվում է ինչը շատ դժվար է իդեպ ասած անել ավելին ասեմ ասենք որ մենք բանի մեջ ենք process-ի մեջ ենք դրա մեջ էլ կա արվեստի տրագիզմը, որ մենք չենք հասկանում, թե մենք ուր ենք գնում։ Արդյոք մենք բարձրանում ենք վերև, դե ճանապարհը մենք հասկանում ենք, որ ինչ որտեղ գնում ենք, բայց մենք ուր ենք գնում, դա տարիներ հետո է པարզ լինում, որովհետև արվեստը չի զարգանում, այսպես միջև վերջ, եթե տենց զարգանար, սցենարի ստացվեր որ Ռեմբրանդտը կամ Ռաֆայելը, չգիտեմ որտեղ են հայտնվել, ինքը զիգզագաբար այսպես զարգանում, ասենք դերեր կասենք, օրինակ մեր թատրոնի պարագայում, ասենք Ղափլանյան, հետո Միթիթև ներքև, հետո Խանդիկյան, հետո հիմա արդեն իր աշակերտները, իսկ ուր կհասնեն իրանք, հələ մենք չգիտենք։ Ժամանակացից կտա։ Պարոն Գրիգորյան, եղել է ներկայացում, որ ձեր համար, որի բեմական լուծումը ձեր համար իսկական մարտահրավերական է եղել, օրինակ դու Մակբեթ, Հուլիոս Կեսար։ Ուրեմն հետաքրքիր բան, այ ես ասենք իմ հաշվարների, իհարկե չեմ նստել հաշվել թե ես քանի ներկայացում եմ արել։ Այդ շատ։ Հա, ստացվում է շատ, ինչի՞ Քանի տարի արդեն։ Դե ես 86 թվականից եմ թատրոնում եւ աշխատել եմ ոչ միայն մեր թատրոնում, օրինակ ասենք ես վերջին 6 ներկայացումը Վաղամերիկ բանի Վահե Շավերդյանի հետ եմ արել Կիրովականում, եղել եմ Գյումրիում եմ արել, Ռուսականում եմ արել, Սունդուկյանում եմ արել եւ եղել են տարիներ, որ մի 3-4 ներկայացում զուգահեռ արվել է նույնիսկ ծիծաղալի բաներ, այնց էր ստացվել, որ դրամատիկի պրեմիերան եւ Սունդուկյանի պրեմիերան նույն օրն էր։ Հիմա իմ երեխեքը ասում են թե պապ հիմա որ պրեմիերան ենք գնալու են, այդպիսի բաներ։ Հա, եւ այդ բազմազանության ու այդ շատի մեջ կարելի է հաշվել մի ձեռքի մատերի վրա գործեր, որոնք ես անձամբ ես որպես նկարիչ գտնում եմ որ ստացված են, էլի։ Այդ թվում ձեր թվարկած աշխատանքը ասեցիք Մակբեթ, Հուլիոս Կեսար որ պետական մրցանակ ստացավ եւ գնահատում եմ դա ոչ թե նրա համար որ ստացավ պետական մրցանակ, չստանալ էլի ինքը ներկայացումը որպես եւ բանը։ Եվ ինչն է նաեւ հետաքրքիր այդտեղ որ մեզ համար ինձ համար չկա տենց հասկացություն, ես նույնիսկ տխրում եմ որ մարդիկ գալիս են ներկայացումը նայելու, ասում են ես այդքան էլ լավը չէր, բայց քո գործը լավն է։ Այդ դիսոնանսը չի կարող լինել, էլի։ Հա, ասենք ականջիդ բանանում հաճելի է, որ ասում բայց քո աշխատանքը լավն է։ Բայց եթե ներկայացումը չի ստացվել, ասենք եւ հանդիսատեսի մեծամասնությունը
չի ընդունում այդ ներկայացում, քո աշխատանքը լավը լինել չի կարող, որովհետև դու այնքան կախված ես իրարից։ Ավելին ասեմ, նույնիսկ քո աշխատանքը այդքան պետք է չերևա։ Ավելի շատ ներկայացումը պետք է լինի, հետո վերջում մարդիկ ասեն, բայց հլտես ինչ հետաքրքիր միջավայր է ստեղծած, էլի։ Դրա համար միշտ վերջում պրեմիերաների ժամանակ, որ մենք դուրս ենք գալիս, մարդիկ չեն իմանում այնով է։ Բացի քո հարազատներից, ասենք Խանդիկյանն է, կամ ասենք ներկայումս Գրիգնա, կամ Շահվերդյանը, բա այնով է։ Այդ պահը պետք է լինի։ Նրան իմանալու համար առաջարկում ենք Աբովյան 12 հասցե այցելել Դալան, պատկերասրահում տեղի ունենալու, այո։ Հունիսի 10-ից, այո։ Այո։ Եվ մինչև ամսի 20։ Ամսի 20-ը ագին ժամանակ ունեք Կարեն Գրիգորյանի անհատական ցուցահանդեսին հետևելու, վստահ եմ շատերը եք ճանաչում, պարզապես նրանք, ովքեր կրկին կցանկանան վայելել այդ մթնոլորտը, կարող են մինչև ամսի 20-ը լինել Դալան պատկերասրահում։ Մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, բեմանկարիչ եւ գեղանկարիչ Կարեն Գրիգորյան, պարոն Գրիգորյան, շնորհակալ ենք շատ, իրականում շատ քիչ է մեր ժամանակ ու կարելի ասել գրեթե ոչինչի չհասցրեցինք ձեզ հետ խոսել, դուք այն մարդն եք, որի հետ միմիայն ֆանտաստիկ էներգիա է ձեզ հետ զրուցելը, շնորհակալ եմ շատ ու ձեզ հետ շատ բան կա զրուցելու։ Հուսով եմ մյուս անգամ չեք մերժի եւ կրկին կլինեք մեր հյուրը։ Հաճույք։ Լավ ենք մաղթում։ Շնորհակալ։ Ձեզ լավ օր, մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ, այս եւ այլ հարցազրույցները կարող եք գտնել Կենտրոն հեռուստաընկերության YouTube-յան պաշտոնական ալիքում, դիտեք, լսեք, վայելեք, քաղեք, գտեք, որովհետեւ մեր տաղավարում միշտ լինում են այնպիսի ֆանտաստիկ հյուրեր, ովքեր որ ահռելի աշխատանք են կատարում, լուր եւ զարգացնում են Հայաստանի Հանրապետությունում տարբեր ուղղություններ։ Շնորհակալություն ձեզ, լավ օր։ Մնացեք Կենտրոնի եթերում։